Մի անգամ էլ բարեցես։ Այսօր խոսալու ենք 2012 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի մասին, որը շատ նման է մեր 2000 որ թվականին էր, չեմ հիշում 22-ները ոնց որ կամ մտքոմերը բժշկության Նոբելյան մրցանակին, որը ստացել էր Արտեմ Փաթապուտյանը ու իր գործընկերներից մեկը, որ բացահայտել էին, թե մեր զգայարանները ոնց են աշխատում, ասենք ոնց ենք տաքությունը զգում, ոնց ենք սառնությունը ու ցավը, նաև ինչներ, ճնշումը, թե որ ինչ որտեղ կպնում ենք, ոնց ենք զգում, որ կպել ենք ինչ որտեղ շոշափում եւ այլն։ Հիմա դրա նման թեմա է սա, որը ավելի շատ ոչ թե հենց մեր ոնց որ այդ զգայարանների մասին, այլ մեր բջիջների զգայարանների մասին է, թե ոնց են մեր բջիջները զգում, ինչա կատարվում օրգանիզմում ընդհանրապես, որ իրանք հասկանան իրանք ինչ անեն։ Ու իհարկե այդ մեր զգայարաններին էլ է վերաբերվում, հեսա կհասկանանք, բայց եթե այն լսել եք, այս շատ ավելի հեշտ պետք է լինի։ Ուրեմն այստեղ այս գրաֆիկները զուտ հետաքրքրության համար եմ ցույց տալի մեր օրգանիզմի բջիջների բաշխումն է, թե ինչ բջիջներ ունենք մենք։ Պարզվում է մեր օրգանիզմը, միջին մարդու օրգանիզմը կազմված է 36 տրիլիոն բջիջներից։ Մի մարդը 36 տրիլիոն բջիջների համակցություն է։ Մարդը համարյա ամեն ինչ մարդու մեջ բջիջ է, ինչ որ բաներ կա, որ պրոստի որ նյութեր է, որ բջիջ է, բջիջային հիմք ունի, ու օրինակ մազերը կամ եղունգները բջիջ չեն, էլի, կերատին են, կերատին, ճիշտ եմ ասում։ Ամեն դեպքում ինչ որ նյութ է, չեմ հիշում սխալ ասացի թե ճիշտ անունը, նյութ են, բջիջ չեն, բայց մեծ մասը բջիջ է։ Ու այս բջիջներից 7 տրիլիոնը նենց բջիջ է, որի մեջ DNT կա, DNT-ով բջիջ է։ Ոնց ասում ենք, մեր համարյա բոլոր բջիջների մեջ DNT կա, բայց ոնց որ այս թվերից դեռ որ համարյա բոլորը չի, որտեղ ասում է 29 տրիլիոնի մեջ DNT չկա, 7 տրիլիոնի մեջ DNT կա, բայց ուղղակի խնդիրը նա որ այս 29 տրիլիոնի մեծ մասը բանն են, մեր արյան բջիջներն են, այդ չգիտեմ, սպիտակ բջիջները, կարմիր բջիջները, լիմֆոցիտները, սիմերիթրոցիտները, իմունային համակարգի բջիջները, բանատես լիքը բաներ կա, որ այս կարմիրով նշվածներն է, որոնք այդ ոչ DNT-ով բջիջներն են, իրենց վատենա, որ իրենք չեն կարող կիսվեն, պետք է բջիջ լինի մեջ, բան DNT պետք է լինի մեջը, որ կիսվես, նոր բջիջ առաջանա նույն DNT-ով, բայց ոնց որ ուրիշ բաների համար են իրանք օգտագործվում, բայց եթե այս արյունը բանը հանենք օրգանիզմից, մնացածը սաղ բոլոր բջիջների մեջ քո ամբողջ DNT-ն կա։ Ծերից ծեր քո այդ 3 միլիարդ DNT-ի նուկլեատ թթուները որ կպած են իրար, բոլոր բջիջների մեջ այդ ամբողջը կա, չի տարբերվում իրարից, էլի։ Իհարկե ընդ ուրիշ էպիգենետիկա բանտես թեմաներ կա, բայց այդ կարևոր չի։ Ու այդ մնացածից բացի այդ 36 տրիլիոն բջիջներից մեր օրգանիզմի նաև կա 38 տրիլիոն բակտերիա մեր օրգանիզմում։ Դրա համար մեկ-մեկ ասում են ոնց որ մենք ավելի շատ բակտերիա ենք, քան ինչ-որ օրգանիզմ ապրող, որ ավելի շատ բակտերիա կա, քան մեր մեջ, քան բջիջ կա մարդկային, հենց որ բակտերիաներից շատ պետք չի վախենալ, իրանք միշտ մեր մեջ են ու մեզնից շատ։ Այս երկրորդ նկարում էլ ուղղակի բանով է, ոչ թե քանակով է բջիջների ինֆոգրաֆիկան արած, այլ քաշով, թե ինչքան քաշ է, այս լավ չեմ հիշում եմ սկելետալի ինչա, երևի ոսկրային բջիջներն, ասենք 21.5 կիլոգրամ մեր ոսկորներն է երևի, 23.5 կիլոգրամ ուրիշ բաներ է, ընդհանուր բանը, բջիջների քաշը 45 կիլոգրամ է, եթե մարդու քաշը 70 կիլոգրամ է, այն մնացած 35 կիլոգրամը արդեն չգիտեմ ջուր է բանը, լիքը բաներ կարելի։ Այդ տենց, ստե էլ բան չմնաց, մեկ էլ հետարքիր թիվ, որ այսօր նայեցի, ինչքան ատոմից է կա մարդը ստեղծված, քանի հատ ատոմ կա մարդու մեջ, ինչքան էր, ոնց որ 1 բիլիոն
Դա մոտավորապես ինչքան է, ոչ միլիարդ ինչ որ sense թիվ է, որ 1 կողից 27 հատ 0, sense աշլելի մեծ թիվ է, էլի, տրիլիոնավոր տրիլիոններ է։ Որ մտածում ենք ոնց է այսքան բարդ համակարգը աշխատում, իրականում տրիլիոնավոր ատոմներ է դա։ Այսինքն տրիլիոնավոր բջիջները, որոնցից ամեն մեկն է տրիլիոնավոր ատոմներից կազմված, այնպես որ նորմալ է, էլի, որ այդքան ատոմով կարող ես sense մի օրգանիզմ սարքես։ Հա, անցնենք մեր հոդվածին, ինչպես միշտ հոդվածն եք նայում։ Ու դա է նկարագրում, որ մենք կազմված ենք հազարավոր միլիարդավոր բջիջներից ու իրանք կարիք ունեն իրանց մեջ խոսալ։ Ոնց որ եթե ամեն բջիջ իր համար առանձին ապրի, չեն կարող իրար հետ գոյատևեն, էլի, դրա համար ինչ որ ձև իրար հետ խոսան, ես մեկ ասի մոտվես վատ է, դու սրանից արտադրի, դու նրանից արտադրի, դրա համար պետք է հասկանալ այդ իրար մեջ հաղորդակցությունը ոնց է իրականանում, ու մենք ունենք տարբեր խառը բջիջներ, որոնք ճարպ են կուտակում, բջիջներ, որ մեր տեսողության համար են պատասխանատու, այդ տեսողական բջիջներն են բջիջներ, որոնք հորմոններ են արտադրում, կամ մկանային բջիջները եւ այլն, հազար մի տեսակի բջիջներ կա։ Ու այս տարվա Նոբելյան մրցանակը տրվել է նրա համար, բացահայտել են այս GPCR-ները, որոնք հիմնական մասն են կազմում այս հաղորդակցության, թե ոնց են իրար հետ հաղորդակցում բջիջները։ Այս 19-րդ դարում այս գիտնականները նկատեցին, որ ադրենալինը, եթե լսել եք այդ հորմոնը ադրենալինը, որ տարբեր ժամանակներ արտադրվում, բայց հիմնականում ոնց որ վախի ժամանակ, որ վախում ես ադրենալինը արտադրվում, ու այդ ժամանակ սրտի ռիթմն արագանում շատ, որի հետևանքով էլ դե նաև ոչ միայն դրա հետևանքով, այլ ուրիշ պատճառներով էլ, բայց նաև սրտի ռիթմի հետևանքով արյան ճնշումն է մեծանում, որովհետև ճնշումը ոնց որ շատանում է, որովհետև արյունը ավելի է խաղում, սիրտը ուժեղ է խփում եւ այլն։ Ու մտածում էին, օքեյ, ոնց է այդ տեղի ունենում, էլի, ոնց է օրգանիզմը հասկանում, թե ինչ պետք է անի ու ոնց է անում, ու հասկացել էին ադրենալինն է անում, ու մտածում էին, որ այս ադրենալինը ազդում է նյարդերի միջոցով, ասենք նյարդը ազդանշան է ուղարկում սրտին, ասում է սիրտ ոնց որ արագ խփի, բայց այդ ստուգելու համար ինչ արեցին, ինչ որ կենթանիներ հավանաբար մկներ են վերցրել, ու այդ նյարդերը, որոնք այդ սիգնալները պետք է ուղարկեին, պարալիզացնում են, անջատում են, որ չաշխատեն, ու ստուգում են, տենում են ամեն դեպքում ադրենալինը աշխատում է։ Երբ որ ադրենալինը մտնում է արյան մեջ, սրտի աշխատանքը արագանում է, ճնշումը մեծանում է եւ այլն։ Ու հասկացան, որ այդքան էլ նյարդերից չի, էլի, այդ ուղիղ նյարդերով չի փոխանցում այդ ազդանշանը։ Ուստը լավ նկարագրում է այս նկարով, թե ինչ է տեղի ունենում, ասենց ասում է պատկերացեք դրսում գնում եք, մեկ էլ այդ շոկն եք տենում հետևից այդ ինչ որ մեկի, մութ գիշերվա ժամը, ու դուք վախենում եք, արագ վազում եք տուն մտնում եք, ձեր շունչը կտրվում է, սիրտը արագ խփում է, ու այդ process-ը նկարագրում է այս օրգանների տեսանկյունից, ասում է այս ուղեղը ուղարկում է ազդանշաններ ամբողջ օրգանիզմին, որ վտանգ կա, ու սկսում են հորմոններ արտադրել այս մագ երիկամներում, մագ երիկամը այս երիկամն է, այս երիկամի վերևի մասն է, որը հորմոններ է արտադրում, ոչ միայն ինքն է արտադրում, նաև հորմոններ արտադրում են հենց ուղեղը ոնց որ, այս վահանաձև գեղձը ու Ենթաստամոքսային գեղձը։ Ինչա՞։ Ենթաստամոքսային գեղձը։ Կարող է ենթաստամոքսային գեղձ ու էլի տես մասեր կա, որ տարբեր հորմոններ են արտադրում, ու տես ուղարկում ասում է սկսի հորմոններ արտադրելը, աչքերի դեպքում այս բիբերը նեղանում է, տեսողությունը ցենց ուղիղանում է, կողերը սկսում ես պղտոր տենալ, բան չես տենում, որը տրամաբանական է, երբ որ վտանգ կա, պետքա դեմդ նայես ու փախնես կամ չգիտեմ, եթե ինչ-որ մեկի վրա հարձակում, պետքա իրան տենաս, քեզ կողերը չի հետաքրքրում, ինչա կատարվում էլի, ցոր տենց օրգանիզմը ավտոմատ բնազդային այդ տեսողությունը նեղացնում է, սիրտը սկսում է արագ բաբախել այս ադրենալինի ու նորադրենալին հորմոնների պատճառով, հետո ինչա լինում, այս ասում արտադրում այս մակ երիկամն է արտադրում ադրենալինը ու նոնադրենալինը, այս նաև արտադրում է կորտիզոլը, որը սթրեսի հորմոնն է, նաև առողջության, երբ որ առավոտը քնից ելնում ես, կորտիզոլ է արտադրում, որ օրգանիզմը հասկանա արդեն առողջության ժամանակ քնելը անցել է, պետքա գործ անել,
ու ոնց որ նաև այդ ստրեսը առաջացնում, բայց մի քիչ երկարատևի համար էլի, երբ որ այս ադրենալինը օրինակ այդ պահին մի անգամուց սրտի աշխատանքը մեծացնում է, բան էս կորտիզոլը ավելի երկարաժամկետ հետևանքներ ունի էլի։ Այս ցույց է տալի, որ այդ 3 հորմոնը արտադրվում են ստամոքսում արյան շրջանառությունը թուլանում է, որովհետև պետք է արյունը գնա ուր մկաններ, որպեսզի մկանները կարողանան ավելի արագ աշխատեն, եթե փախտելու կարիք կա կամ կռվելու կարիք կա, արյունը պետք է, որովհետև արյունն է տանում այդ ամբողջ էներգիան, թթվածինը եւ այլն մկանները, որ իրենց գործը ճիշտ անեն, ու դե քանի որ հաց չես ուտելու բնականաբար, պետք է ստամոքսում արյան շրջանառությունը քչանա ու դրա հաշվին գնա մկաններ, էլի արյունը։ Ըստ ճարպային բջիջները սկսում են այդ ճարպաթթուները արտադրել, որ էներգիա տան քեզ, լյարդն է գլյուկոզա կամ չեմ շաքարը ստե գրած, բանաբար կարող գլյուկոզա չի ուրիշ շաքարի տեսակ է, տենց արյան մեջ ներարկում է, ասենց ասած այդ շաքարը, որ էլի էներգիա ունենաս, ու տենց, ու թոքերն էլ բրոնխները լայնանում են, որ կարողանաս շատ շնչես, խորը շնչես, արագ շնչես, որ այդ թթվածինը գնա արյուն ու կարողանաս շում ինչ պետք է անես։ Այդ process-ն է նկարագրում, ու հենց ստեղից է հարց առաջանում, այս ամեն ինչը ոնց են իրար հետ հաղորդակցվում, էլի, ոնց է իմանում ադրենալին արտադրելու ժամանակն է, հենց ադրենալինը արտադրումա ոնց է սիրտ իմանում, դե ադրենալինը արտադրվեց, ես հիմա պետք է սկսեմ արագ բաբախել, որտեղ ոնց են նախորդ նոբինարներին ենք ասել, չունի մեր օրգանիզմը գիտակցություն, էլի, որ գիտակցի, ասես բան ա եղել, ես պետք է ասես բան անեմ, էլի, այդ մարդն է ունակ դες բաներ անել, ոչ թե օրգանները։ Հենց որ պետք գտնես մեխանիզմը, թե ոնց է այս ամեն ինչը աշխատում։ Ու տենց հասկացան, որ նյարդերը չի անմիջական աշխատում, ուզում էին գտնել այդ ռեցեպտորները, դրանց անվանում են ռեցեպտորներ, չգիտեմ, ուղիղ թարգմանությունն է զգայարան ռեցեպտորը, թե ռեցեպտորը հենց ռեցեպտորը զգայարանը ուրիշ բան է, ամեն դեպքում, ու իրանք այս բացահայտելու համար մի խնդրի առաջացան, որ այս բջիջը, եթե բջիջը տեսել եք, ստեղ նկար կա, լավ նկար եմ ուզում, այսինքն բջիջ պատն է էսի, սենց սա բջջի ներսն է, սա բջջի դուրսն է, ու պետք է ինքը դրսից ներս բան փոխանցի, ասենք եթե դրսում ադրենալին կա, արյունն է ստե ընդհանրենք, արյան մեջ ադրենալին կա, այս ներսը ինչ որ կատարվում է, ոնց են իրանք իմանում, որ դրսում ադրենալին կա, այդ պետք է բացահայտել, ու այս պատը մեծ խնդիր է, այս պատն է ամբողջ հարց առաջացնում, ոնց փոխանցել, եթե պատը չլիներ, դե բնականաբար պրոստը կպած են եղել, կեթա ստեղ, բայց հիմա չի կարա գնա, որովհետև պատ կա ստեղ, դրա համար այս մեծ խնդիր էր, հետո ինչ արեցին, շոտի չա, իվարկյանեք, այս առաջին անգամ, որ տես բացահայտումներ անեցին, այս Ռայմոնդ Ախքուիստը արեց 1940-ականներին, ու երկու տեսակի ռեցեպտոր բացահայտեց, ադրենալինը ընկալող, ու անունները դրեց ալֆա ու բետա, առաջին ալֆա, երկրորդը բետա, ինչի համար, որ այս առաջին ռեցեպտորը, երբ որ աշխատում էր, սրտի աշխատանքներ սկսում արագանալ, երբ որ երկրորդն էր ակտիվանում, մեր բաներն է նեղանում, արյունատար անոթներն է նեղանում, որ ճնշումը մեծանա, դրա համար է երկրորդն էլ պատասխանատու, այսինքն հասկացան, որ նույնիսկ մի տեսակ չի այդ ռեցեպտորը, տարբեր, ասենք նույն ադրենալինը տարբեր ռեցեպտորների վրա կարա ազդի, ու հենց այս սրանից հետո մարդիկ սկսեցին արդեն արտադրել դեղեր, որը հիմնականում օգտագործվում է այս սրտի հիվանդությունների համար, սրտի ռիթմը կարգավորելու համար կամ արագացնելու, դանդաղացնելու, եթե դու հասկացել ես սիրտը ոնց է հասկանում արագանա, դանդաղանա, դու կարաս այդ կառավարես, էլի, քո դեղերով։ Ու հետո հասկացան, թե խի էր այդքան դժվար այս ռեցեպտորները գտնելը, ոնց որ նախորդ նոբինարին քիմիայի խոսում ենք, թե ոնց է սպիտակուցը նկարում ընդհանրապես, ոնց է 3D պատկերների ունենք սպիտակուցների, ու այնտեղ հասկացել ենք, որ երբ որ սպիտակուցը գտնվում է մեմբրանում, մեմբրանը այդ պատն է, բջիջի, որը առանձնացնում է բջիջը դրսից, էլի, պաշտպանող պատն է, մեմբրանը, ու այն
սպիտակուցները, որ մեմբրանում են գտնվում, իրենց շատ դժվար է նկարելը, որտեղ նախ մեջն է այդ պատի մեջ ոնց կարած բան նկար, սա կողմից փակ է, մենակ վերև ներքևից է բաց։ Այդ է առաջին խնդիրը։ Երկրորդն էլ է նա, երբ որ իրեն հանում ես մեմբրանից, որ նկարես, ինքը միանգամից քանդվում է, որովհետև ոնց որ ինքը մեմբրանի մեջ է կառուցված, դե տարբեր մասեր կար հատուկ այդ ջրի կպնող մասերը, ջրից փախնող մասերը եւ այլն, երբ որ մեմբրանից հանում ես իրեն, ինքը քանդվում է, որ չես կարող իրեն նկարես, էլի։ Ու դրանցից հասկացա, որ ինքը մեմբրանի մեջ է գտնվում այդ բանը, ինչը փոխանցում է տեղեկությունը։ Բայց քանի որ չունեին նկարը, շատ բարդ էր, ինչ որ տեսություններ էին կազմում, ուստի ոնց ասում ես, գիտնականը ինքը իր կազմած տեսությունների մեջ արդեն խճճվել էր, որտեղ երբ որ իրական չգիտես ոնց է կատարվում, ինչ որ բաներ ես ենթադրում, որը օքեյ կարա աշխատի այս դեպքում, խառնվում ամեն ինչ, երբ որ լիքը փաստեր են իրար մեջ գալի։ Օրինակ բանը ինչ որ չգիտեմ ինչքան կապ ունի այս օրինակը, բայց երբ որ չգիտես երկիր մոլորակը շրջանաձև է, կլոր է, ու ենթադրում ես, որ տափակ է, դու կարաս տեսություն կառուցես, թե խի է արևը մայր մտնում, դուրս գալի, խի է այդ 24 ժամ տևում, ամպերը որդուց է գալի, որտեղ է գնում եւ այլն, ինչ որ կարաս տեսություններ կազմես, թե հարթ երկրի դեպքում այդ ամեն ինչը ոնց է աշխատում, բայց ինչ որ պահ է գալու, որ խճճվելու ես այդ ամեն ինչը, որովհետեւ իրական չէ, դու ինչ որ բաներ ես ենթադրել հորին է, կպցրել իրար, մի բան մոռացել ես, որ հանկարծ սխալ դուրս չգա քո թեորիան բան, ու այդպես խճճվում ես, բայց քեզ որ տենաս գունդա, արդեն լիքը բան հասկանալի կլինի, էլի թե խի խճճվե, խի սա խառնվե, իրար ինչն է սխալ ենթադրել, ինչն է ճիշտ ենթադրել եւ այլն։ Ու այս Նոբելյան մրցանակը հենց այդ դրա համար է տրվել, որ բաց նորմալ նկարել են, հասկացել են, թե իսկականից ոնց է աշխատում այս ռեցեպտորը, ոնց է փոխանցում ինֆորմացիան, ու լիքը դեղեր են դրանով ստեղծել։ Ինչ արեցին, առաջին գլխավոր քայլը, որ հասկանան, ես որտեղ է գտնվում ընդհանրապես, այս Լևտովիչ ուսանող չեմ ասում, բայց ոնց որ ինքը չէր գլխավոր գիտնականը, ինքը էս իր սուպերվայզերի մոտ ոնց որ աշխատող հետազոտող էր, ու ինքը ուզում էր դառնալ կարդիոգրամա անող բժիշկ, այդ սրտի բժիշկ, եթե գնացեք սրտի բժշկի, կարդիոգրամիստ են ոնց որ ասում, ինքը ուզում էր դառնալ, բայց տենց բախտը չէր բերել, ընկել էր այս հետազոտությունների մեջ, ու իրան առաջադրանք տվեց այդ իր ասեց նա ինչ ենք անում։ Մենք գիտենք, որ ամեն դեպքում գնալու է կպնի այդ ռեցեպտորին, օքեյ։ Արի մի հատ ռադիոակտիվ փոքր բան կպցնենք դրա վրա, այդ հորմոնի վրա, որ ինքը շարժվում, մենք իրան տենանք, երբ որ ինքը ռադիոակտիվ է, ճառագայթներ է բաց թողում, մենք ինչ որ սարքերով կարանք հետևենք ինքը որտեղ է գնում, էլի։ Ու այդ փորձեցին ռադիոակտիվ փոքր մոլեկուլը կպցրեցին հորմոնին, տնան ուրա գնում, բայց տենց այդքան էլ լավ չէ լինում, բան չէ ստացվում համարյա մոտները։ Իրանք աշխատում են այս ադրենոկորտիկոտրոպիկ հորմոնի հետ, որը ադրենալին արտադրելու համար է։ Իսկն ինչ որ օրգան արտադրում է այս հորմոնը, որը գնում է, ասում է ժողովուրդ արտադրում ենք ադրենալին, ու հետո ադրենալինը գնում է իր գործն անում, էլի։ Այդ դրա վրա են կպցրել, որ տնան ոնց է աշխատում։ Կարճ ասած, այս գիտնականը աշխատում էր այս հետազոտությունների վրա, բայց իր դուրը հետ չէր գալի, որտեղ համ ոչ մի բան չէր ստացվում, համ էլ ինքը երազում էր բժիշկ դառնալ, կարդիոգրամիստ, բայց դրա էլ ինչ որ մոլեկուլների հետ էր խաղում։ Այդ իրան հեշտ դուր չէր գալի, բայց դե ամեն դեպքում հաջողությունները սկսեցին այն ժամանակ, երբ որ գտան այս հետարքիր սպիտակուցը, G պրոտեինը անունը, որը բացահայտվել է 1990-ականներին ու 94-ին տրվել է Նոբելյան մրցանակ, էլի այս սպիտակուցը բացահայտելու համար։ Իրանք ինչ արեցին, հասկացան, որ այս ռեցեպտորը իրականում ակտիվացնում է սպիտակուցին։ Այդ ռեցեպտորը երբ որ դրսում ադրենալին է լինում, ներսում այս G պրոտեինը ակտիվանում է։ Ու հասկացան, որ դա կապ ունի դրա հետ։ Իսկ այս G պրոտեինը երբ որ ակտիվանում է, արդեն ոնց որ երբ որ սա ակտիվացավ,
բջիջը գիտի, դրսում օրինակ ադրենալին կա ու իր ներսում ինչ պետք է արդեն անում է, ինչ պետք է արտադրում է, ասենք այս G պրոտեինի մի մասը գնում է կպնում է ուրիշտեղ, որը սկսում է արտադրել, գիտեմ, ուրիշ բան, որը պետք է այդ վիճակում, երբ որ ադրենալինը բարձր է։ Հա, Վարժան ջան։ Իսկ ես G պրոտեինը ճիշտ եմ հասկանում, բջջապատի մեջ է լինում, հա, որ տենց դրսի բանազգում է, թե ազդեցության է ենթարկվում։ Ինքը այս մեմբրանի տակերն է գտնվում, ըստ մեմբրանի նկարը։ Էս է նկարը։ Այս ենթադրվող բանն է, ռեցեպտորն է, որը հələ չէին գտել, այս արդեն գտնելու հետո նկարն է։ Այս տակը, այս 3 հատը իրար հետ G պրոտեինն է, այս պատերի մոտ ֆրֆռում է, երբ որ էսի ակտիվանում է, սա կպնում է սրան ու ինքն էլ է ակտիվանում, սա կասենք ինչ է լինում, բայց ոնց որ այս կոմերն է, էլի պատի մոտերն է ման գալիս։ Ինքը ոնց որ ուղիղ կերպով դրսի հետ կապ չունի, էլի ինքը ներսում է։ Ու հենց ռեցեպտորի հետաքրքրությունը տեղ է, էլի, թե ոնց է ինքը փոքր G դրսում եղածը ներս բերում։ Ինչ արեցին։ Գլխավոր ձեռքբերումը այս 1970-ականներին եղավ, երբ որ այս գիտնականը որոշեց, որ իրանք պետք է այս ռեցեպտորի գենը գտնեն, այն գենը, որը արտադրում է այդ ռեցեպտորը։ Ոնց որ այդ ռեցեպտորը քանի որ սպիտակուց է, իրան պետք է գեն լինի հատուկ օրգանիզմում արտադրող, ուզում են այս գենը գտնեն, գենը այն մասն է, որ այդ սպիտակուցն է արտադրում DNT-ի մեջ։ Էլի դա նախորդ նոմինարն ենք խոսեցել, ոնց է DNT-ն սպիտակուց կոդավորում ու արտադրում։ Կարծես որոշեցին այս գտնեն ու այս բախտը բերեց այս գիտնականի, որ ինքը մի հատ նոր երիտասարդ այտենց գիտնականի հրավիրեց իրանց լաբորատորիա, որ այս գործերը անեն ու այտենց մյուս մեծ գլխավոր մասն էլ այս մյուս գիտնակ, այս երկուսն էլ ոնց որ ստացել Նոբելյան մրցանակ, այս մարդը ով սկզբում ինքն էլ էր ասիստենտ, գիտնական չէր գլխավոր ու հետո ինքն էլ օրելի գլխավոր չէր, ասիստենտներ, երկուսով լիքը լուրջ գործեր ացին։ Ինչ են անում, հա, այս երկրորդ ասիստենտին ոնց որ այն էր շատ հետաքրքրել, որ ինքը աշխատել էր ռեանիմացիայում ու ինքը գիտեր, թե ադրենալինը ինչքան կարևոր է ողջ մնալու համար։ Դեպքեր են լինում, որ մի սրսկում ադրենալինը կարող է կյանք փրկի, ու իրան դրանից շատ էր հետաքրքրել, թե ոնց է այս ադրենալինը աշխատում, էլի, որ կյանքեր է փրկում կամ խորտակում։ Ու կարճ ասած իրանք հասկացան, որ այս ռեցեպտորը կազմված է 6 հատ այնց պտտվող բաներ է, ալֆա հելիքսներ է կոչվում, այս նկարի մեջ է։ Այսպես պտտվող բաները ալֆա հելիքսներ են կոչվում։ Ու այս ռեցեպտորը 7 անգամ այս բջջի մեջով գնում գալիս է, ասենց։ Ու ինքն էլ է ոնց որ այդ մեմբրանի մաս չի թողում ոչ ոք ներս մտնի, բայց ինչ որ ֆունկցիա ինքը ունի, էլի։ Իր ֆունկցիան այն է, որ երբ որ դրսից ինչ որ հորմոն է գալի կամ ուրիշ բան է գալի, ինչի համար ինքը պատասխանատու է, երբ որ կպնում է իրան, ինքը իր այս ներքևի մասում ձևափոխվում է։ Ոնց տենում եք, ստե այս մասը դուրս է գալի ինչ որ մի քիչ, հեսա ավելի կոնկրետ նկարները կնայենք, առանձին բացել եմ, բայց այս G պրոտեինը ներսից, քանի որ ստե բացվել է այս մասը, գալի կպնում է այդտեղ։ Ու կպնելու արդյունքում դե քիմիական ինչ որ process-ներ է գնում ու այս ալֆա մասը բետայից ու գամայից առանձնանում է։ Ուզում ինչ որ քիմիական process է, էլի, դա երեք պետք չի խորանալ։ Ու արդյունքում այս է ազդանշանը ընդհանուր, որ բջիջը հասկացա, որ օքեյ, դրսից ադրենալին կա։ Ու սրանք գնում են իրանց գործանում են, էլի, ինձ սա քիմիա, կենսաբանություն է, որ ալֆա այս պրոտեինը ինչ անում, օքեյ, կարող է գնում անդը ինչ որ բան արտադրում, որը էներգիա տալու համար է բջջին կամ ուրիշ բանի համար է, այս բետան ու գամմա գնում են իրանց գործն են անում։ Հետո իհարկե հարց առաջանում, բա հո անվերջ չեն սրանք, ինչքան կա այս գամ իրար կպածից, իրականում օրգանիզմը հետ էլ է մտածել ու ռեգուլարիզացիա դրա համար կա, սրանք ինչ որ ժամանակ հետո
իրականում նենց քիմիական բաներ է գնում, որ հետ են գալի իրար են կպնում, սովորական այս G պրոտեինն են դառնում, ոնց նկարվում է, որ էլի գալիս է, ստե սպասում է այնքան մինչև այս փոքր մոլեկուլը գաստե կպնի, ասենք, չգիտեմ, էլի ադրենալինը թե ով է։ Ու այդ հիմնական մեխանիզմն է այս զգայարանի, ու այդ մեր տաքության ու շփման զգայարաններն էլ մի ուրիշ բան էր, այդ մյուս Նոբելյան մրցանակը, այնտեղ էլ ոչ թե սենց էր, այլ երբ որ գալի ասենք տաք բան ես ուտում, չգիտեմ, կամ տաք բան է քեզ կպնում, էլի sense մեմբրանի վրա սենց սպիտակուցներ կա, որոնք բացվում են մի քիչ, ու իր մեջով կալցիում, նատրիում իոններ են անցնում, ռիսկավորված մասնիկներ, ու երբ որ դրանք անցնում են այդ բջջի մեջ, նույն նյարդերի մեջ, որ մեր ձեռի վրա է, ոնց որ ուղեղ սիգնալ է գնում այդ նյարդից, որ ստե բան կպավ։ Իսկ կպնելը փաստացի բացում է այդ մեմբրանի մասը ու մտնում են ներս այդ իոնները։ Այս դեպքում ոչ ոք չի մտնում ներս, ուղղակի երբ որ վերևից կպնում է այդ հորմոնը, ձևափոխվում է այս սպիտակուցի ներքևի մասը ու ուրիշ բաներ է կատարվում, ի տարբերություն այն ժամանակ, որ կպած չէր։ Դա այդ նկարի մասին։ Հա, այս բացահայտելու համար ինչի իրանց օգնեց, որ երբ որ իրենք հասկացան, որ այս 7 հատ այս հելիքսներն են գնում գալի, միջև այդ մարտիկ գտել էին արդեն սրա նման ինչ որ բաներ, նկարել էին, ունեին պատկերը, որ սենց ինչ որ բաներ կա մեր օրգանիզմում, որը լույսի ռեցեպտորներն էր, որը մեր աչքի մեջ է, որը ընկալում է լույսը։ Ու իրանք հասկացան, որ ուղիղ կապ ունեն սրա հետ։ Այս լույսի ռեցեպտորը ոնց է աշխատում, այս դեպքում երբ որ հենց որ լիգանդը կպած այդ ժամանակը ակտիվ, լույսի դեպքում այս լիգանդը միշտ է այստեղ, լիգանդը այս մոլեկուլի անունն է, տեխնիկական անունն է, էլի, հորմոն անվանենք, լավ է, հորմոնը երբ որ ստեղ է, միշտ ստեղ է լինում աչքի ռեցեպտորի դեպքում, երբ որ լույսի ֆոտոնները գալի խփում են սրան, այդ ժամանակ է ինքը իր ոնց որ բանը փոխում, կառուցվածքը փոխում ու ակտիվանում, էլի։ Այն դեպքում էլ ոնց որ լույսի ֆոտոնն է ուղղակի ազդում սրա փոփոխության վրա։ Ահա, այդքանը define functions այսքանից հարցեր ունեք, թե չէ։ Ըստ այդ նկարելու մեթոդի մասին է խոսում, որ կրիստալ են սարքում, բյուրեղ են սարքում այս սպիտակուցներից։ Հա, ինչի է կարևոր այս գեն ստանալը ու բյուրեղը։ Բյուրեղը ոնց են ստանում, դու ունես սպիտակուց, այդ սպիտակուց լիքը արտադրում ես, ասենք ոնց է, որ ջուրը սառում է, ինչ է լինում, այս ջուրի մոլեկուլները ինչ որ նախշերով հավաքվում են, դառնում են սառույց, չէ՞, բյուրեղանում է ջուրը, դառնում է սառույց։ Նույնիսկ երբ որ այս սպիտակուցներն են տենց ինչ որ նյութի մեջ դնում ծածնում, նույն սպիտակուցից տարբեր տեղեր, ասես կրիստալ է դառնում, բյուրեղ։ Ու ինչ որ մեթոդներով հատուկ կարող ես դու այդ կրիստալի վրա ճառագայթներ գցելով, ասես ասած ռենտգեն անելով, այս X-ray-ը ռենտգենյան ճառագայթներն է, էլ իրականում։ Ռենտգեն անելով կարող ես 3D պատկերը ստանալ այս սպիտակուցի ու գեն ստանալը ստե ինչով էր կարևոր, հարց առաջանում, ոնց այդ սպիտակուցը արտադրես, դե բնականաբար պետքա գեն ունենաս, գենով արտադրես, այնպես տեխնոլոգիաներ կա, որ սպիտակուցի գենը ունես, կարաս ինչքան ուզես այդ սպիտակուցից արտադրես, ու տենց արտադրում են, բյուրեղ են սարքում, X-ray-ով կրակում են, նկարում են ու 3D պատկերը ստանում են։ Ու հա, այս ասում 2011 թվականին են վերջնական նորմալ նկարը ստացել ու 2012-ին էլ հենց Նոբելյան մրցանակ են ստացել հաջորդ տարի։ Իսկ քիչ ալում էլի, որ մի տարի տարբերությամբ են ստանում, հիմնականում 13 տարիներ հետո են ստանում էլի Նոբելյան մրցանակ։ Ու այստեղ այդ ընդհանուր պատկերն է, որ այս այդ GPCR-ն է, ռեցեպտորը։ Անունը GPCR-ը, չեմ հիշում ասացի, թե չէ, ոնց էր բացվում։ Չեմ հիշում ես վերևը գրած էր ոնց որ։ Ոնց որ հեսա G protein coupled receptor, ոնց որ G protein-ին կպնող ռեցեպտոր, այս մի բան։ Ուստեղ այդ պոչիկն է, որ ասում ենք հենց մտնում աստե հորմոնը, իր պոչիկը ստե դուրս է գալու, եսի կպնում աստե։ Ես էլ այդ G protein-ի ալֆա, բետա, գամմա մասերն է, ասած։ Ստեղ էլի նույն նկարն է, այստեղ բանը пассив վիճակում է, երբ որ հորմոնը չի մտա այստեղ, ոնց դնում եք, դա այս ալֆա հելիքսը չի հելած դուրս,
այս դեպքում երբ որ մտնում է, այսի դուրս է գալի ու ես կարող եմ գա կպնի, ուստի տակից է նկարել, պատկերացրեք բջջի ներսից նկարել են, թե ինչ տեսք ունի այս ռեցեպտորը, այս մուգ մասերը ջրից վախեցող մասերն են, հիդրոֆոբիկ են կոչվում, ֆոբիա բառից է, էլի ջրից վախեցող, այս բաց մասերը չվախեցող մասերն են, ու այս չվախեցող ու վախեցող մասերը կապը որն է, որ եթե սպիտակուցի մեջ կա վախեցող մասեր, ինքը ոնց որ սպիտակուցի ներս է մտնում, որ ջրից փախն է, էլի, որտեղ ջուրը դրսում է։ Իսկ ջուր սիրող մասերը սպիտակուցի վերևն են լինում, բայց երբ որ ինքը ակտիվանում է, ոնց տենում եք, այս մուգ մասը բացվում է, իր մեջի մասը, որ այդ ջրից վախեցող մասն է, որին էլ հենց այդ մյուս սպիտակուցը գալի կպնում է, էլի։ Այդ նկարն է ստե ցույց տված։ Այսի վերջին մասն է, չէ՞։ Հա։ Ինչ ասते ասում։ Հա, հազարավոր բաներ կա, գեներ կան մեր օրգանիզմում, այս GPCR-ները արտադրելու համար, որտեղ լիքը տարբեր GPCR-ներ կա։ Որ այս GPCR-ները մի տեսակի չէ, էլի հազարավոր տեսակներ են, որովհետև դու ունես հազարավոր հորմոններ կամ մեկը ինչ որ այս հորմոնի համար է ակտիվանալու համար, մյուսը լույսից ակտիվանալու համար է, մյուսը ուրիշ բանից ակտիվանալու համար, դրանից հազարավոր տարբեր GPCR-ներ ապել, որ տարբեր բաներից ակտիվանան իրանք ու այն ներսում տարբեր բաներ ակտիվացնեն։ Ու բարձվում է մեր օրգանիզմի GPCR-ներից կես մասը շնչառականն են հոտառության համար, այսինքն մեր այս քթի մասերում ներսում եւ այլն լիքը GPCR-ներ կա, որոնք այդ բջջին նյարդային բջիջներին փոխանցում են, որ ինչ որ sense հոտ է գալի, թթու հոտ է գալի, կծու հոտ է գալի եւ այլն։ Չգիտեմ կծուն հոտ ունի թե չէ, բայց ամեն դեպքում հոտերը տարվելու համար է կեսը, 1/3 հորմոնների համար է ու ինչ որ ինֆորմացիա փոխանցելու համար ազդակներ։ Չգիտեմ դոֆամինն է, սերոտոնինն է ու այլ հորմոններ, ինչ որ GPCR-ներ լույսի ընկալման համար են աչքի մեջ, մի մասը լեզվի վրա է, որ այդ համի զգացողության համար է պատասխանատու, բայց դեռ հարյուրավոր ռեցեպտորներ կան, որ դեռ չենք բացահայտել ինչի համար են, գիտենք որ գոյություն ունեն, ինչ որ բան են փոխանցում բջջի ներս, տեղեկություն, բայց չգիտենք կոնկրետ ինչ են անում։ Նաև այս գիտնականները բացահայտեցին, որ սրանք բազմաֆունկցիոնալ կարան լինել այս GPCR-ները, այսինքն նույն ռեցեպտորը կարա տարբեր հորմոններ ճանաչի դրսից ու ներսում ոչ միայն այդ G պրոտեինի հետ ինչ որ բան կազմի ակտիվացնի G պրոտեինը, այլ ուրիշ բան ակտիվացնի, դեմ arrestin սա կոչվում, չգիտեմ այդ ինչա։ Կարծած նենցա մի բան չեն անում, տարբեր նույն ռեցեպտորը տարբեր մի քանի բան կարա անի, էլի։ Ու հա մի բան էլ հասկացան, քանի որ այս G պրոտեինի հետ չի մենակ այս ռեցեպտորը կապվում, ու այդ GPCR անունը ոնց որ նրա համար էր, որ ինքը այն ռեցեպտորն է, որ այս G պրոտեինի հետ է կապվում, այս բոլորին իրար հետ նաև ասում են այս 7TM, այս TM-ը բանն է, էլի, որ չեմ հիշում ոնց էր բացվում, տրանսմեմբրան, հա, տրանսմեմբրան, տիպը մեմբրանի մեջով, քանի որ 7 անգամ մեջով գնում գալիս էր այդ հելիքսները, անունը 7TM են ուղղակի դնում, ոչ թե GPCR, որտեղ այս G պրոտեինը ինչի մենակ ակտիվացնում։ Okay, ստե վերադառնում է այդ սկզբի պատմությանը, okay, բա հիմա վերադառնանք ոնց է օրգանիզմը սրտին ասում, որ արագ խփելու ժամանակն է, զուտես մեխանիզմներ։ Ուղեղը սկսում է արտադրել, ուղարկում է ազդակ այս մակերի կամ ադրենալին է արտադրում օրինակ, ադրենալինը գնում կպնում է սրտի բջիջների պատերի այս GPCR-ներին, այս GPCR-ները սրտի բջիջների ներսում այդ ակտիվացնում են ինչ որ պետքա, քանի որ իրենց տեսքը փոփոխել են արդեն, որ ակտիվանում է, արդեն ներսում դե ուրիշ process-ներ է գնում, արդեն դելի քիմիական process-ների արդյունքում է, որ սիրտը սկսում է արագ բաբախել։ Դա լրիվ արդեն ուրիշ թեմա է։ Okay։ Այս հոդվածը այսքան, հեսա մի քանի այլ նկարներ կան նայելու, դրանք էլ ցույց տամ։ Մինչև այդ սրանից հարցեր կան։ Չէ, բարձրում ինչ։ Okay։ Լավ անցում։ Էսի այդ մեր GPCR-ն է, ստե մեմբրանը նկարած չէ, այս ռոզվին
վարդագույնը GPCR-ն է, ռեցեպտորն է, որը դրսից ներս է փոխանցում։ Այս մասն էլ տակն էլ այդ G պրոտեինն է, ալֆա, բետա, գամմա մասերը իրա, ու ոնց տենում եք եկել այստեղ կպել է իրան այս մասը, երբ որ դուրս է եկել այս մասը, կպել է սրան։ Ու այստեղ որ տեսքը սարքեմ molecular surface, Ջավ։ Լիգանդներ նշած, իհարկե sense անա։ Բացվի։ Sense ենք անում։ Էսի արդեն sense ոչ մուլտիկային տեսք չի, իրական տեսքն է, ասես մոլեկուլային։ Էսի GPCR-ները այս տակից եկել sense սիրուն կպելա, ու ոնց թե մեկ կպելա, որտեվ այս վերևում եկել այդ ադրենալինը մտել է մեջը։ Չգիտեմ իրականում այս ադրենալինը թե ուրիշ հորմոն է, ոնց գույնը կարող փոխեմ, չգիտեմ, բայց ինչ որ մոլեկուլ է փոքր, եկել մտել է այս արանքը։ Դրա արդյունքում ինքը իր տեսքը փոխել է, էլի։ Երբ որ այստեղից դուրս է գալիս, հետ է գալի դզում տեղը ու пассив է դառնում, սրա վրա չի ազդում, էլի։ Այստեղ Այս պատկերը ստացվում է ինչ-որ մոդել է, հա, այսինքն իրական նկարը չի, ինչ-որ ձև, չգիտեմ, AI-ով են փորձել տենան ոնց է ծալծլվում, սենց ստացվում կամ ոնց է ստացել էսի, էլի։ Ասի այդ իմ ասած ռենտգենային ոնց որ տարբեր մեթոդներ կա, այդ նախորդ քիմիային բինարը կարասնայից ոնց է նկարում, բայց իրական նկարն է, էլի, ոնց որ բնականաբար ոնց որ մենք ֆոտո ենք նկարում, տենց չեն նկարում, դες լիքը խառը ինֆորմացիաներ են հավաքում, տարբեր ուղղություններից նկարում են եւ այլն, ու համադրում են, սենց պատկեր են ստանում, ու ամեն ատոմի տեղը ստե նկարած կա, էլի, որ նայենք, ուրա։ Ասենք կարամ սեղմեմ ստե, անջատեմ սա, սեղմեմ ստե, դες ատոմները հերթով նկարում է, որ այս ատոմ ստես կա, ստես ատոմ կա եւ այլն։ Ու այս ալֆա հելիքսները ոնց որ սենց առաջանում են, որովհետեւ ամեն 4-րդ ամինաթթուն գալի կպնում է 4 հատ նախորդին, ու սենց ֆրիկներ է ստացվում, էլի։ Այդ էլ թե կկպնեն թե չէ, այս հերթականությունից է կախված, էլի 20 տեսակ ամինաթթու կա, այս վերևում նկարած է որը որն է, էլի սենց սեղմում ես, չգիտեմ, այս C-ն է, այս F-ն է, այս N-ն է, այս D-ն է եւ այլն։ Սենց շարք են կազմում, սենց պատկերներ են ստանում, էլի։ Մեր սաղ օրգանիզմը սենց խառը սպիտակուցներ են։ Նաև հիմա այս 3D պատկերները ստանում են AI-ով, ճիշտ է, այդ AlphaFold մոդելը որ կա, ասում այլ պետք չի դուք դնեք լաբորատորիաներում նկարեք, բանանեք, այս պատկերները ստանաք, դուք այս ինձ հերթականությունը տվեք տառերի, ես ձեզ կտամ, թե ինքը ինչ տեսք ունի, բայց ոնց տենում եք, տեսքը մենակ այս տառերից կախված չի, այլ կախված է թե ստե լիգանդ մտած բան, մոլեկուլ մտած կլինի, թե չէ, կողից մեմբրան կա, թե չէ, ստե ջուր կա, թե չէ, ստե G պրոտեինը կպած է, թե չէ, հենց որ այս բանին այդ հարցերը լավ չի լուծում արհեստական բանականությունը, էլի։ Այդտենց մի հատ նկարել սա է, ես էլ ավելի խորը գիտական հոդվածից այս նկարը, զուտ այս նրանով օգնել, որ այս 7 հատ պտուտակները ոնց տեսակ, ալֆա հելիքսները 1 2 3 4 5 6 7, էսի իրանց այդ ամինաթթուների շղթան է, ու երբ որ երկու հատ տարբեր GPCR-ներ բերում դնում են սենց, տենում են, էլի, որ հեսա այս 6-րդը նույնիսկ 6-րդն է, իսկ նույն ինչի մի քանի հատ դե մեջը կարող է տարբերվում են, բայց տեսեք, ստա նույնն են, այս բաց կապույտները նման ամինաթթուներ են իրար, նույնը չեն, բայց նույն ինչ կարան կատարեն, շատ նման են իրար։ Ուսած տենում են, էլի, որ իրականում այս 7 հատ հելիքսն է կարևոր, ու որ մի քիչ տարբերվում է, ադրենալինն է կպնում, երբ որ ուրիշ լինի մի քանի ամինաթթու է, ուրիշ հորմոնի կպնելու ժամանակ է ինքը G պրոտեինը ակտիվացնելու բջջի ներսում։ Ու հենց այս նկարով է, էլի, սիրուն երևում էվոլյուցիան ոնց է աշխատում, ու երբ որ խոսում ենք առաջին նոբինարին, թե ոնց են սովորացրել էվոլյուցիայի ինֆորմացիան ոնց են օգտագործել արհեստական բանականության մեջ train անելու համար, որ սովորի այս սպիտակուցները ստանալ, այս ինֆորմացիան է օգտագործում, էլի, որ երբ որ ստե M-ը ստեղել է M, այդ նշանակում այս M-ը շատ կարևոր է, որ ստե լինի, ու էվոլյուցիան իրան չի կպե։ Երբ որ G-ն ու V-ն տարբեր են, բայց ակխատում են, նշանակում է ոնց որ այդքան էլ շատ կարևոր չի ստե ինչա, կարա ուրիշ բան լինի, ու ոնց որ մեկը այս սպիտակուցը կաշխատի, ու ըստ այս ինֆորմացիայի կարող են տենան, էլի, ասենք, այս նույն սպիտակուցը
ձկան մոտ ոնց է ու մարդու մոտ ոնց է, էվոլյուցիայի ընթացքում ոնց է փոփոխվել, ու այդ փոփոխվելու արդյունքում կարող են ստանալ սպիտակուցի մեջ, որ ամենաթվում որին է մոտիկ, որին է հեռու, դա 3D կառուցվածքը կարող են ստանալ այդ մոտիկ հեռու ինֆորմացիան ունենալով, էլի։ Էսի այն մասն է, երբ որ փորձել են ստանան այդ գեները, սպիտակուցները արտադրող։ Մի հատ ունեմ, որ նոր մտքովս անցավ, որ խոսվում էր ադրենալինի մասին, որ բժիշկները օգտագործում են կյանքեր փրկելու համար, sense-ն է, այսինքն ստացվում է արտամարմնական պայմաններում իրենք կարող են հորմոնը ստանալ ինչ-որ ձև, հա, լաբորատորիաներում։ Դե բնականաբար ոնց որ ադրենալինը, չգիտեմ, կառուցվածքը, բայց հիմա բարդ գործ չի ադրենալին ստանալը, հա։ Ուղղակի ամեն դեպքում ադրենալինն էլ չէ, ինչ որ բջջի ներսում այդ դեմքը կոդը կարդացվում էր համապատասխան մասը, այնտեղ ու սկսվում էր դրա ստեղծումը։ Իսկ ոնց որ արտամարմնական պայմաններում դա մի քիչ անհասկանալի է դենի։ Իհարկե։ Այդ բանն այն կարևոր ադրենալինի մասին։ Հա։ Նայ, իրականում ադրենալինը սպիտակուց չի, սպիտակուցների համար է պետք գեն, որ գնաց այդ մասը վերցնես ու արտադրես սպիտակուցը։ Ադրենալինը գեն չի, որ բան սպիտակուց չի, որ այդպես գեն ունենաս արտադրես ինչքան ուզես, ոնց ասի, եթե գեն ունես սպիտակուց, ինչքան ուզես կարաս արտադրես այդ արտամարմնային պայմաններում, էլի։ Բայց չգիտեմ իրականում այս ադրենալինը օրգանիզմը ոնց է արտադրվում։ Հավանաբար էլի հետաքրքիր թեմա է, թե ոնց են ոչ սպիտակուցային բաները օրգանիզմում արտադրում, կարելի է գնալ նայել։ Ամեն դեպքում կարող ենք արտադրենք, էլի բարդ չի։ Կարելի է գնալ նայել։ Բայց դե բան է ուզում ասեմ։ Չի ուզում ասեմ։ Մի վերքենեք։ Լավ չեմ հիշում։ Հետո կասեմ։ Լավ դե։ Այս հետևումս ինչքան գիտեմ, այս այդ նկարն է կամ ուրիշ ռեցեպտորի նկարը, որ այս մեմբրանն է, այս մեմբրանի վերև ներքևը sense բաներով են շփվում, էլի։ Հիմնական երկու տարբերակ էր, ոնց ասացի, կամ այդ բացվում է իոններն են մտնում ներս, ու էլի քննարկել ենք, որ ասենք այդ բացվելը կարող օրինակ ջերմաստիճանից լինի, ու կարող կծվի մոլեկուլից լինի, այդ կապսացինը, որ ծիծակի մեջ է լինում, գալի կպնում է այդ տաքություն զգացող ռեցեպտորին, բացվում է, իոնները անցնում են, ու դու տաքություն ես զգում, դրա համար է կծուն ու տաքությունը տենց նույն զգացողությունը համարյա, տաքություն ես զգում, երբ որ կծու ես ուտում։ Երկրորդ ձևն էլ, երբ որ այնա, երբ որ ուղիղ չի բացում, բան չի անցնում ներս, այլ ուղղակի կպնելուց այդ պրոտեինը տեսքը փոխում է այս սպիտակ ռեցեպտորը, ու ներքևի մասում բջիջը տենում է, որ տեսքը փոխել է, ինչ պետք է դե կատարվում է արդեն։ Այդ ամփոփումը այսօրվա նոբինարի։ Կարելի է ամեն ինչ ավելի շատ կարճ ժամանակում ասել, բայց պետք է մի քիչ խորանալ, էլի, ավելի հետաքրքիր։ Լավ դե։ Okay. Շատ հետաքրքիր էր, մերսի շատ, ես մի հատ էլ բան հարցնեի, չգիտեմ, կարող է նախորդ նոբինարներում եղել է դրա մասին խոսք, թե նման թեմա էր, ուղղակի ոնց են վիրուսները մտնում բջջի մեջ, էլի այդ բջջապատի միջով ինչ-որ ձև անցնում են, չէ, դրա մասին ինչ-որ բան եթե եղել է, գնամ ֆորում տենամ, եթե նոբինար եղել է, եթե չեն, նենց առանձին նայեմ։ Հեպատիտ C-ի մասին ենք խոսացել անցած նոբինարին կամ նախանցած, որը վիրուս է, ու կոնկրետ չենք խոսացել ոնց է բջջի ներս մտնում, բայց ինչքան հիշում եմ տարբեր ձևեր կա, որ խափում է, տենց իբր ես բարեկամ եմ, պետք է մտնեմ, տենց է մտնում, կամ հենց այս ռեցեպտորների միջոցով է երբեմն մտնում, հավանաբար ձևեր կա, որ տենց կոպիտ ուժով է մտնում, սա կարելի է այս բան ստեղծել, ոնց որ մեր օրգանիզմը սենց անում, որտեղ դի բջիջը պաշտպանված լինի արտաքին, ասենք վիրուսներից չմտնի բջիջ, բայց երբ որ վիրուսը տենց ուժեղ տիպը կարակա ջարդի մտնի ինչ պետք է անի, էլի, ու դա հատուկ բան կա, ասենք տենց ասեղային բան ունեն, պոչիկ իրանք ունեն, որը հեշտ է մտնում, չգիտեմ, մեմբրանի մեջ կամ ուրիշտեղ,
կարող է ինչ-որ ոչ գիտական բաներ հիմա ասեմ, բայց տարբեր մեխանիզմներ հավանաբար կան, ու էլի տարբեր վիրուսներ կա, էլի տարբեր տեսակի, էլի արժի գնալ նայել, բայց հիմնական միտքը վիրուսի մտնելու են, որ մտնում է իր DNT-ն է փոխում քո DNT-ով կան ինչ-որ մասեր փոխում է, որ իր ուզած սպիտակուցները արտադրի, ոչ թե քո բջջին օգտակար սպիտակուցները, հետո սկսում է ինքը իրան արտադրել, հետո դզվում է, էլի։ Հա, հիշեցի ինչ էի ուզում ասեմ, այս դեղերի մեծ մասը արտադրվում է հենց այս GPCR-ների համար, ասենք, չգիտեմ, դու քո լեզվի վրա կա այդ GPCR-ները, որը զգում են համը, դու կարաս ինչ-որ դենց դեղ խմես կամ օղողես բերանդ կամ չգիտեմ ինչ անես, որ այդ նենց մոլեկուլները լինի դրա մեջ, որ գնանք կպնեն այդտեղ, այդ GPCR-ին, ու ըտե նենց կպնեն, որ փակվի այդ կպնելու տեղը, հորմոնը չկանա կպնի կամ ուրիշ բան չկպնի, այդ ուտելիքը չկպնի եւ այլն, ու ներսում այդ գործողությունները չլինեն։ Ստացվում է դու անջատում ես GPCR-ը, էլի, ու զգայարանները անջատում ես կամ ուրիշ օրգանիզմներում դեղ ես խմում, որը գնում է ակտիվացնում է GPCR-ները, դեղը ադրենալինն է, կոպիտ ասած, որ գնում է սրտի աշխատանքն արագացնում, բայց ուրիշ բաներ էլ կարելի անել, էլի։ Կարելի է նենց անել, որ լրիվ անջատվի, որտեվ օրգանիզմում ամեն ինչ պատահական լիքը բաներ կա, կարա ինչ-որ բանի հետևանքով մի քիչ ակտիվանա, դաժե թե այնտեղ ադրենալին չկա, այդ G պրոտեինի վրա ազդի, կարաս նենց դեղ օգտագործես, որ գնա լրիվ փակի, ընդհանրապես չթողի, որ այդ ակտիվանան այդ ռեցեպտորները, որ ներս ինչ-որ ինֆորմացիա ուղարկեն, կարծես լիքը բան կարելի անել, երբ որ հասկանում ես ոնց է աշխատում, դու արհեստական լիքը ուրիշ բաներ կարաս սարքես, էլի։ Հա, տենց ինչ-որ հատապտուղ կար, որ երբ որ դա ուտում էին, դրանից հետո կարում էին լիմոնը, եթե ճիշտ եմ հիշում, սովորական ուտում, ու դրանք չէին զգում իր թթու համը, այսինքն երևի հենց այդ ռեցեպտորները ինչ-որ բլոկվում էր, էլի, բանից։ Հա, տենց լիքը բաներ կա, ոնց որ ինչքան գիտեմ, թմրանյութերն են նման մի ձևով աշխատում, գնում են ինչ-որ ռեցեպտորների վրա են կպնում, ասենք չեն թողում ցավը, ցավի ռեցեպտորի վրա որ կպնեն, չեն թողել, չես թողելու ցավ զգաս կամ չգիտեմ։ Գնում կպնում են, ասենք հաճույքի հորմոն կա, չեմ հիշում, սերոտոնին կամ ուրիշներ, կպնում է հատուկ, չգիտեմ, ուղեղի բջիջներին կամ ուրիշտեղ, որը քեզ հաճույք է պատճառում, թմրանյութինը կարող է գնա կպնի հետո ու չփոկվի ու տենց լիքը հաճույք զգաս, էլի։ Վատը լնում է այն, երբ որ չի փոկվում տեղից, կամ նենց անում, որ փչացնում է ռեցեպտորները, ու ռեցեպտորներն էլ են, էլի, իրականում տենց իդեալական չեն, որ փչացան։ Իհարկե օրգանիզմը չեն ասում, վերարտադրում է, կարգավորում է, սա նորմալի է բերում, բայց դա զգայունությունը կարա փոխվի, էլի։ Դու կարաս դրանից հետո այլ հաճույքներ չզգաս դրա պատճառով, թուլանա զգացողությունները, այլ բաների եւ այլն, կարծես ամեն ինչ գծային չի, էլի։ Մի բան, որ անում ես արհեստական, դի նայես side effect-ներ չունենա, ուրիշ բաներ խանգարի, չխաթարի, չջարդի եւ այլն։ Դժվար է աշխատել մի բանի հետ, որտեղ 30 տրիլիոն բջիջ է իրար կապակցված, մի բանին կպնում ես, ուրիշտեղ մի բան է խախտվում։ Պետք է այդ ամեն ինչը հաշվի առնել։ Դրա համար է դեղ սարքելը տես տարիներ տևում, որտեղ օքեյ դու կարաս դեղ սարքես, որը ցավը անջատում է, բայց մի հատ պետքա ստուգես այն մնացած 29 տրիլիոն բջիջների վրա ոնց է այդ ազդելու, էլի։ Համար շատ դժվար է։ Okay։ Դե մերսի որ լսեցիք, այսքան մնացիք։ Այսօր այսքանը կհանդիպենք մյուս շաբաթ։ Ձեզ ենք շնորհակալ, շատ հետաքրքիր էր։ Շատ, հանդիպենք։